Ինչ անեմ, նա պահանջվել ասեց դիգամ որպես աշխատող։ Կոմունալի աշխատող են, պահանջվել է մենք եկել ենք։ Վեդիի այս բնակիչը հիվանդանոցից հասել էր Մասիս, որ առավոտյան ներկա լինի վարչապետի մասնակցությամբ կիրակնօրյա պատարագին։ Վեդիի կոմունալ սպասարկում եւ բարեկարգում ընկերության աշխատակիցը երեք լրագրողներին սկզբում ասում էր, թե պահանջել են, որ հասնի Մասիս, հետո էլ թե իր ցանկությամբ է եկել։ Շատ են եկել, ես նոր եմ եկել, ես էլ հիվանդանոցից եմ եկել, հիմա նորից պետք է հետ գնամ հիվանդանոց։ Ես դուրս եմ գրվել հիվանդանոցից, եկել եմ տուն, նոր եկել եմ ստե։ Իրազեկ քաղաքացիների միավորումն արդեն հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն։ Կազմակերպության ղեկավար Դանիել Յոհաննիսյանը կասկածներ ունի, որ հանցագործություն է տեղի ունեցել։ Քաղաքացին ոչ թե իր կամքով է գնացել, այլ հարկադրված, խախտվել է քրեական օրենսգրքի հավաքներին մասնակցելուն հարկադրելու հոդվածը։ Հարկադրանքի դրվագ ոնց որ թե մենակ այդ դեպքում կա։ Եթե ուրիշ դեպքեր էլի հայտ կան, իհարկե ուրիշ դեպքերով էլ կներկայացնենք։ Վեդիի ԿՊԱ-ական քաղաքապետ Գարիկ Սարգսյանը սակայն երեք երգում էր, որ հրահանգ է իջեցվել անպայման մասնակցել պատարագի։ Տեսնում եմ բազմաթիվ աշխատակիցներ կան։ Կիրակի օր է, ոչ աշխատանքային օր է։ Իմ աշխատակիցներն են միգուցե տեղյակ են, որ ես մասնակցում եմ, իրենք էլ ցանկություն են ունեցել մասնակցելու։ Եթե մարդիկ ստիպված եկած լինեն, դրա մասին նաև կարտահայտվեն։ Գլխավոր դատախազությունն արդեն ստացել է բողոքը։ Ազատությանը փոխանցեցին, որ օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել դրան։ Սա նշանակում է, որ կամ գործ կհարուցեն, կամ ոչ։ Մինչ դատախազությունը որոշում կկայացնի, Յոհաննիսյանն անդրադառնում է մեկ այլ խնդրի, ինչպես է ստացվում, որ տարբեր եկեղեցիներում Փաշինյանի մասնակցության պատարագներին պետական ու համայնքային աշխատողներ են։ Իրավապաշտպանը մտահոգիչ է համարում այս երևույթը, բայց ասում է, սա քրեական օրենսգրքով արգելված արարք չի համարվում։ Ես ազատ եմ ասելու, որ սա խնդիր է, որովհետև մտածել, որ այդ ամբողջ կոլեկտիվը միահամուռ որոշեց, որ այ հիմա ժամանակն է, որ իրանք սկսեն գնալ պատարակների, կամ ամբողջ կոլեկտիվը Նիկոլ Փաշինյանի քաղաքական հետևորդն է եւ որոշեցին, որ եթե Նիկոլ Փաշինյանը գնում է, ուրեմն իրանք էլ պետք է գնան, մի քիչ միամիտ դատողություն։ Հակված ենք համարել, որ այդտեղ կա որոշակի կամ պարտադրանք, կամ գոնե չձևակերպված պարտադրանք։ Յոհաննիսյանի կարծիքով, եթե այս դրվագներով էլ հաղորդում ուղարկեր դատախազություն, դրանք ըստ էության արդյունք չէին տա։ Ամեն կիրակի ես այս համայնքի բնակիչ եմ, մասնակցում եմ տարազաշիվ։ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում պատարագի եկածները տարբեր մարզերից էին։ Երևանի քաղաքապետարանի աշխատակից ներկայացած տղամարդը լրագրողներին պատմում էր, որ սեփական կամքով է մասնակցում իր խոսքով քարոզ արշավում։ Վարչական ռեսուրսը ներգրավվում է վարչապետի նախաձեռնած շարժմանը, շեշտում է իրավապաշտպան Արթուր Սաքունցն ու հարցնում, այդ ինչպես ստացվեց, որ պետական ծառայողները հանգստյան օրերին համախմբված մասնակցում են տարբեր մարզերում Փաշինյանի մասնակցությամբ անցկացվող պատարագներին։ Օրինակ, հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան պատարագին անգամ հեռավոր քաղաքներից էին Երևան հասել տարբեր տեղական պաշտոնյաներ։ Նրանցից էր Վարդենիսի քաղաքապետը։ Միայն կարող է վկայել ոչ միայն որ վարչական ռեսուրսները կիրառվում, այլ նաև որ դա կազմակերպված բնույթ ունի, բայց հատկապես որ բյուջետային հիմնարկների աշխատողներ են, դրանք կարող են վկայել նաև, որ մարդիկ մտահոգություն ունեն, եթե չմասնակցեն, չաչակցեն, ապա կարող են լուրջ խնդիրներ ունենան իրենց աշխատանքային իրավունքների պաշտպանվածության տեսակետից։ Արդյոք միայն քաղաքական համախոհությամբ է պայմանավորված վարչապետի հետևից պատարագին գնալը, հարցնում է իրավապաշտպանն ու ընդգծում, տեղի ունեցողը խնդրահարույց է հավաքների ազատության տեսանկյունից։ Նույն մարդկանց մենք տեսնում ենք ամենատարբեր եկեղեցիում։ Եթե մի մարդ իր տարածքում ունի եկեղեցի եւ պատարագին գնում է մասնակցելու մեկ այլ տարածքում, որտեղ վարչապետը պատարագի է մասնակցում, ապա իհարկե հարցեր են առաջ գալիս։ Այդպես է, ինչ գլխապատար որոշեցիք գնալ եւ մասնակցել։ Պատկերը ինքը չի կարող ձևավորել ազատ կամքի արտահայտության մասին, վստահություն։ Արդյոք դատախազությունը նույն կերպ կվարվի ու քրեական գործ կհարուցի Դանիել Յոհաննիսյանի այս մի բողոքի հետքերով այնպես, ինչպես հարուցել էր ամիսներ առաջ։ Յոհաննիսյանն էր բողոք ուղարկել իրավապահներին, պնդել, որ Արագածոտնի թեմի առաջնորդը խախտել է օրենքը, երբ հարկադրել է իր ենթակա հոգևորականներին մասնակցել ընդդիմության հավաքներին ու չընտրել Փաշինյանի կուսակցությանը։ Մկրտիչ Սրբազանին ու եւս 10 հոգևորականների ձերբակալել էին, այնուհետև մեղադրանք ներկայացրել բարձրաստիճան հոգևորականին ու արդեն 3 ամիս է նրան պահում են բանտում կալանքի տակ։ Հիշատակության օրը